Մեր սիրելի ու հավատարիմ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում ուշագրավ տեղեկություններ կապված հայ ազգի բարերար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության վերնախավը, իդեմս գերագույն գլխավոր առաջնորդի, իր մոտ է կանչել հայ ազգի մեծահարուստ բիզնեսմեններին ու խնդիր դրել նրանց առաջ, որ մեկնեն Հայաստան ու այնտեղ իրավիճակ փոխեն, քանզի ներկայիս իշխանություններն ու գործող վարչախումբը ակնհայտ հակացարական քաղաքականություն են վարում, իսկ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է։ Իրենց առաջ դրված խնդիրը ձախողելու դեպքում գործարարները շատ թանկ կվճարեն, այն է, կզրկվեն իրենց ողջ կարողությունից ու բիզնեսներից, որոնց համար մի ամբողջ կյանք են ներդրել։ Ու հիմա փաստի առաջ կանգնած գործարարները այլ տարբերակ չունեն, քան ամեն գնով կատարել հրամանը, այլապես կկործանվեն։ Առաջին մատաղացու գառը բիզնեսմեն, մեծահարուստ Ռուբեն Վարդանյանն էր, որն այժմ գրեթե չեզոքացված է։ Հերթը հասել է Սամվել Կարապետյանին։ Հիմա էլ Տաշիր գրուպի տերն է փորձության ենթարկվում։ Տեսնենք մեր հայրենագիծը ինչպիսի ելքով դուրս կգա երկու քարի արանքից։ Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ հունիսի 18-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կտրուկ քայլերի անցավ ու կեսգիշերին ներխուժելով Սամվել Կարապետյանի առանձնատուն, աննախադեպ խուզարկություն սկսեց անցկացնել այնտեղ։ Կեսգիշերին ձերբակալեցին ու քննչական կոմիտե տարան Սամվել Կարապետյանին, նրա եղբորը, Կարեն Կարապետյանին ու վերջինիս որդուն։ Լուսադեմին ազատ արձակեցին Կարեն Կարապետյանին ու նրա որդի Նարեկ Կարապետյանին, իսկ գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, միջնորդություն է ներկայացվել դատարան, վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մեծանուն գործարարը արեց հետևյալ հայտարարությունը. Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Մեջբերման ավարտ։ Սպասենք հետագա զարգացումներին։